Ամանորի տոներին հատուկ շունչ ու տրամադրություն են հաղորդում ամանորյա սեղանները։ Նոր տարին ու Սուրբ Ծնունդն ինչպես են տոնում ծովափնյա երկրների բնակիչները եւ ինչ ծովամթերքներով են զարդարում տոնական սեղանները։ Ողջույն, ծովահայերն է եթերում, ես Աննա Մարտիկյանն եմ, մեր եթերի ծովահայուհիներն են այսօր։ Հայաստանի հանրային ռադիոյի արևմտահայերեն լուրերի հաղորդավար եւ խմբագիր Անի Զեյթունցյանը, ով 30 տարի ապրել է միջերկրականի ափին, եւ սննդաբան, առողջ ապրելակերպի մարզիչ Արևիկ Պետրոսյանը, ով 4 տարի ապրել է Ատլանտյան օվկիանոսի ափին։ Ողջույն։ Բարև։ Շնորհակալություն մեր եթերում հյուրընկալվելու համար։ Շատ կարճ մեր պատմենք, թե ինչպես է հասել միջերկրական ծովի ափ Լաթակիա, Անի, եւ այնուհետև անդրադառնանք մեր օրվա թեմային։ Շատ լավ, նախ շնորհակալ եմ հանրային հարազատ տաղավարեն ներս ընդունելու համար, շնորհակալ եմ Աննա։ Գիտեք, արևմտահայերս բոլորս մեծ մասամբ Կիլիգիայեն նավերով ֆրանսացիները երբ օգնության հասած են, մեզ դեղափոխած են դարբեր դեղեր։ Մերոնք ամուսնուս կողման շուշտ նավով տեղափոխված են թեպի Լիբանան եւ Լիբանանեն ամենեն մոտիկ քաղաքը Լաթակիան է։ Լաթակիա հաստատված են։ Ես այնտեղ գաբրիմ 30 տարիներ ավելի եւ հիմնական ծովամթերքը ցուկն է մեր սեղաններուն եւ փոքրիկ քաղուտ է Լաթակիան միջերկրականի ափին գտնվի եւ գնդքրգե ընդամենը 5000 հայություն։ Եվ պատերազմի պատճառով 5 տարի է իվեր ես փոխադրված եմ եւ հաստատված եմ Հայաստան։ 5 տարի։ Այո։ Իսկ նախքան այս 5 տարին Լաթակիայում տոնական սեղանը ամանորի ինչպես եք զարդարում, ինչ ծովամթերք եք դնում սեղանին, ինչ ուտեստներ եք ձկնային պատրաստում եւ կար արդյոք ավանդական, որ սա ավանդական մենակ հայերն են պատրաստում Լաթակիայում ծովամթերքով, սա ոչ հայերը։ Շատ լավ, շնորհակալ եմ հաջելի հարցում է, այո, մեզի համար։ Գիտեք, բոլոր արևմտահայերս մեր հետ բերինք, բերածենք ավանդական մեր ուտեստի տեսակները։ Յուրաքանչյուր հայրենագից, այսինքն մարասցին, այնթեպցին, կիլիսցին ունի իր յուրահատուկ ուտեստը, իր ասկի, առավել այդ մեր Հայաստանի մեր ուտեստներեն, բացի ապրելով միջերկրական ծովու ափին, մենք որոշ բաներ մեր հարևաններեն, մեր դեղի բնակիչներեն յուրացուցինք։ Ուրեմն տոնական օրերու սեղանին անպայմանորեն գնդքրգեց ցուգը, ցուգը գլա երկու չափի, փոքր ցուկերը գդապկվին, իսկ խոշոր ցուգը անպայման հիմնական ուտեստը գլա սեղանին։ Ոնց որ վերջին տարիներին հայերի մոտ խոզի բուտն է, հա, այսպես ճիշտ այդպես։ Գիտեք, ծովու ցուգը նշանավոր է այն բանով, որ փուշե զուրգ է, քիչ է փուշը, շատ։ Այդ պատճառով փոքրիկ ցկնիկները ալյուրի թաթխելով գդապկեն, իսկ խոշոր ցուգը անպայման ունի իր հատուկ պատրաստման գամ խորոված եւ գամ արաբերեն պիտի ասեմ սեմքե հարանգա, որը հարուստ ուտեստ է, հիմնական ջաշ է, խոշոր ցուգը, այսինքն 3 կիլոեն վեր պետք է լա, ադիգա չերոցին մեջ եպել են հետո գծեպեն ցուգը շատ հարուստ համեմներով եւ ընգույզով, փշրված ընգույզով, գծու, արաբերեն հարրագ նշանակի գծու, ուրեմն շատ քեղեցիկ սիրուն գզարդարեն եւ սեղանը այսպես քեղեցկացնե այդ ցուգը։ Բացի այդ կե ունինք նաև բոլոր աղցանները անշուշտ ծովամթերքներով պատրաստված կլա։ Ծովամթերքներով աղցաններ։ Այո, փոքրիկ ռետեսները, կալամարին այսպես կալամարիզ ռինգս կնենք գդապկվի եւ ադիգա խրթխրթան գլա, հատկապես երեխեք շատ կսիրեն, նաև մեծերը սոս կլա իր կողքին եւ այդպես թաթխելով անշուշտ մեր հետ բերած ենք անալ պետք չէ մոռնամ որ ավանդական մեր քյուֆտեն, ավանդական մեր տաբուլեն, արաբական ֆետուշը, սարման շատ փարակ պատված, այստեղ ալ գնեք, դոլմա գսեք, բայց դարբերությունը այն է որ սարմա գսենք, ասոնք արևմտահայերու սեղանին անպայման պետք է ներգալա։ Բացի այդ չի քյուֆտեն
Չգիֆտան հիմնական ուդեստ է դոնական սեղանի հում միսով շաղված բլղուրով այն շատ համեղ եւ շատ քեղեցիկ կզարտարեն վրանցետով նույնպես ընգույզով եւ գքեղեցկացնե գարմիրը լալուն այսպես ճոխ սեղաններ կպատրաստեն ինչպես Հայաստանի մեջ եւ ամենուր Իսկ եթե վերցնենք տոկոսային հարաբերությամբ սեղանի քանի տոկոսն է ձկնամթերքը Գիտեք, ծովափի ժողովուրդը ծովափ ապրելու առավելությունը այն է, որ ցուգը քերիշխող է, ցկնամթերքը քերիշխող է, այսինքն հիմնական չես մտածեր, ասալնեմ, այդալնեմ չի գա, հիմնական ցուգի տեսականին է, ցուգի սալատները, աղցանները եւ մի քանի գանաչեղենով հարուստ, այսինքն այսպես հիմնականը ցկներենն է եւ պետք է ասել, որ Թարմցուգը ուրիշ ճաշ մնալ գա որ դոնական օրերուն գտնեն սիադի է ճաշարաններում մեջ կմադուցեն ադիգա այսպես առանցին ամաններում մեջ փիլավ վրանցուգի ֆիլե եւ վրան չոր դապկված սոխ կփշրեն անալ գողքին իր հadouk սոսերով ասալ հadouk ճաշ է նաեւ միջերկրական ծովու ժողովրդին համար հadouk Շնորհակալություն Արևիկ իսկ ինչ ավանդական կամ ոչ ավանդական ձկնատեսակ են նախընտրում ուտել Ատլանտյան օվկիանոսի ափի բնակիչները Բնականաբար ձկնամթերքը շատ ներկա է այդ սեղաններին հատկապես Այն հատվածում, որտեղ ես եմ բնակվել, ավելի գյուղական, ցածրահարկ Ամերիկան, դե հայտնի է, որ Ամերիկայի նահանգները տարբերվում են եւ բնակլիմայական պայմաններով եւ շատ կենցաղով մարդկանց, որովհետեւ ենթադրենք Ատլանտյան օվկիանոսի ափին բնակվողներն ունեն մի կենցաղու սննդակարգ, իսկ Խաղաղ օվկիանոսի, այսինքն ավելի տաք, օրինակ Կալիֆոռնիայի սեզոնայնությունը այլ է, համեմատաբար մի քիչ ավելի ցուրտ նահանգների, այսինքն ամբողջ Ամերիկայի անունից եւ ամբողջ Ատլանտյան օվկիանոսի ափին բնակվող ամերիկացիների անունից խոսալ չեմ կարող, ես բնակվել եմ Վիրջինիա նահանգում։ Դա ուսումնառության ընթացքում։ Այո, երբ որ ապրում եմ Ամերիկայում եւ կրթություն եմ ստանում որպես սննդաբան, այդ հատվածը իհարկե շատ օգտագործում է ծովամթերքը, ավելի ճիշտ օվկիանոսի մթերքը, ձկնամթերքը, բայց նաև անտառային հատված լինելով կա նաև որոշ վայրի միս, օրինակ եղնիկի միս, որ ինձ համար նորություն էր, որ այդ հատվածի այդ գյուղական, այսպես կոչված ցածրահարկ Սպիտակ Ամերիկայի այդ հատվածը նաև այդպիսի միս էր օգտագործում եւ բնականաբար, քանի որ Ամերիկայում շատ տարածված է նահանգների միջև այդ մթերքի փոխանակությունը եւ օրինակ Ֆլորիդայից բերում են բավականին տարատեսակ էկզոտիկ մրգեր բոլոր սեզոններին եւ քանի որ այդ կապը, տրանսպորտային բեռնափոխադրումները շատ զարգացած են, մի նահանգից մյուսի մթերքը շատ հեշտ տեղափոխվում է եւ ցուրտ նահանգում ունեն իրենք էկզոտիկ մթերքը, որը ավելի տաք շրջաններում աճում եւ ոչ օվկիանոսին հարող նահանգներում ունեն նաեւ ամբողջ այդ ծովամթերքը, այսինքն Ատլանտյան օվկիանոսի ափին դուք կարող եք ունենալ նաև Խաղաղ օվկիանոսի։ Այո, ամեն ինչ որ ամբողջ Ամերիկայում աճեցվում է, այդ թվում նաև Մեքսիկայում, մի քիչ ավելի դեպի էկզոտիկ, մրգեր, օրինակ նույն ավոկադոն ամբողջ Ամերիկայով մեկ տարածված է, նույնիսկ ցուրտ նահանգներում։ Այսինքն այնտեղ մթերքը կարելի է ասել նմանատիպ է ամբողջ նահանգներում, բայց մարդկանց սովորույթը տարբերվում է։ Իհարկե Ատլանտյան օվկիանոսին բնակվող ժողովուրդը նաև ձկնորսություն են անում։ Սիրահար են, այսինքն ընտանիքներով հաճախ շաբաթ-կիրակին այդպես են անցկացնում երեխաների հետ։ Այդ հատվածում նաև լճեր ու գետեր շատ կային ու ձկնորսությունը ջրային սպորտը բավականին տարածված էր։ Իսկ 4 նոր տարի ամանոր անցկացրել եք Ատլանտյան օվկիանոսի ափին։ Այո։ Ինչով է տարբերվել, ինչպիսի տոնական սեղանով է տարբերվել, եղել է մի ձկնատեսակ, որ կերել եք ձեր համար նորություն է եղել։ Ես չեք պատկերացրել, որ հնարավոր է նաև նման ուտեստներ պատրաստել։ Ես այդ տարիներին որքան որ տարօրինակ չի հնչի, բուսակեր եմ եղել ու ձկնամթերք չեմ օգտագործել ընդհանրապես, հիմա էլ ես չեմ օգտագործում մսամթերք, սննդաբան, այո, հնարավորություն չեմ ունեցել անձամբ փորձելու։ Ինչ վերաբերում է նոր տարվա սեղաններին, կարող եմ ասել, որ տարբերվում է երևի ուտելիքի քանակը։
Այսինքն տանը պատրաստվող ուտելիքը այդքան բազմատեսակ չի, ու ես նկատել եմ, որ ամենայն դեպս այն մարդիկ ում տանը ես հյուր եմ եղել, այդպեսի բախտ եմ ունեցել հյուր լինել տեղի բնակիչների տանը, հասկացել եմ, որ մթերքը ավելի շատ փոքր չափերի են, այսպես որ մենք ասում ենք ֆուրշետային, հա, ավելի, ու եթե պատրաստվում են ինչ-որ ճաշատեսակ, տաք ճաշատեսակ, հիմնականը մեկն է եղել, ինչ որ ես տեսել եմ, ինչ որ աղցան, միջուտեսներ եւ այլն, բայց մեզ պես այդպես տարատեսակ ճոխ սեղաններ ես չեմ տեսել, որ ամերիկացիները իրենց տանը ունենան, ամենայն դեպս այն հատվածում, որտեղ ես եմ բնակվել, ու նկատել եմ, որ նոր տարվա տոնակատարությունները ավելի շատ ուտելիքի մասին չեն, այլ երևի թե ճանապարհորդելու, ընտանիքներով միավորվելու, որովհետև հաճախ ամերիկացիները բաժանված են ընտանիքի անդամներով իրարից, այսինքն դու միտեղ ծնվում ես, միտեղ սովորում ես, մի նահանգում, մյուսում միգուցե ընտանիք են կազմում, աշխատանքի համար են հաճախ տեղափոխվում, ու այդ տոներն օգտագործում են երեխաների, ծնողների հետ հանդիպելու համար ավելի, իմ անձնական նկատառումն այնպեսին կլինի, որ ուտելիքի շուրջ այդքան ֆիքսված չէր, որքան մեզ մոտ։ Հիմի անդրադառնանք մեզ մոտ ֆիքսվենք ուտելիքի շուրջ։ Ձկնամթերքը լեռնային ժողովուրդ, հայերս լեռնային ժողովուրդ ենք, ծովերից հեռու։ Ինչքանով է անհրաժեշտ մեր օրգանիզմին, ինչ տարրեր է պարունակում ծովամթերքը, որից զուրկ է հայերիս օրգանիզմը, եւ ցանկալի կլիներ, որ լրացնենք ծովամթերքով։ Կա նման խնդիր, որ ունենք մենք առողջականի հետ կապված։ Եթե խոսենք գենետիկ առումով, հա, մեր հակման մասին, դե բոլորից հայտնի է, որ ժամանակին մենք լեռներից լեռներ չենք եղել, ծովից ծով ենք եղել, եւ միջագետքը որպես ամենահին ցիվիլիզացիաներից մեկը, հա, մարդկության բնորանը, այդ կողմի ժողովուրդը ունի այդ գենետիկ հակումը ձկնամթերք օգտագործելու, լավ յուրացնելու, այսինքն մեզ մոտ օրինակ ձկան ալերգիաները շատ տարածված երևույթ չեն, որքան որ կարող են դրանք լինել այն ժողովրդի մոտ, ովքեր ի սկզբանե չեն ունեցել ծովին մոտեցում։ Դե ավելի անապատային տարածքում ապրող ժողովուրդը, ովքեր չունեն ծովին մոտ, կամ ավելի Փաստորեն այսքան երկար ժամանակ, հազարավոր տարիներ, բայց մեր գենետիկ հիշողությունը պահպանվել է ձկնամթերքի ամենայն դեպս իմ իմացած վիճակագրությունն այնպեսին է, որ մենք հայերով շատ չենք ունենում ձկնամթերքի հանդեպ ալերգիաներ, ինչը երևի բժիշկներն է կփաստեն, մեզ մոտ դա այդքան հանդիպող երևույթ չի, այլ բան է, որ մենք բավականին երկար տարիներ ավելի օգտագործել ենք քաղցրահամ ջրերի ձկները, բնականաբար օվկիանոսին մուտք չունենալու պատճառով, եւ 1920-ականներից սկսած ոնց հայտնի է, մենք Ռուսաստանից բերել ենք սիկ ձկնատեսակը, որը կլիմայա վարժվել է Սևանում եւ ստացել ենք այդ առանձին ձկնատեսակը Սևանի սիգը, արդեն բավականին կլիմայա վարժված, Ռուսաստանից կարծես թե Լադոգա լճից են բերել սիգը ու այնտեղ մի քիչ ուրիշ տեսակի ձուկ է դա, մեզ մոտ ինքը հարմարվել է այս պայմանը ավելի սառը լեռնային լճերին, մի խոսքով մեր մոտ միշտ էլ լեռնային գետերում լճերում ձուկ եղել է տարածաշրջանում, անկախ ծովին ունեցել ենք այդ շրջանում մուտք թե չէ, մենք ունեցել ենք այդ քաղցրահամ ջրի ձուկը ու կարծում եմ, որ մենք բավականին լավ ենք յուրացնում ձկնամթերքը։ Օրգանիզմի առողջ կենսագործունեության համար ծովամթերքի ինչպիսի ծովամթերք է հարկավոր, ինչ քանակի եւ որ տարրերն է լրացնում մեր օրգանիզմում։ Իմ ունեցած տեղեկատվությունը համենայն դեպս ամերիկյան սննդաբանության տեղեկատվությունն է, այսօրվա ամենաժամանակակից, համարվում է, որ ամենաժամանակակից սննդաբանությունը գիտական տեսանկյունից այսօր նաեւ ամերիկյանն է, որովհետև բավականին մեծ քանակի ֆինանսավորում ստացող սննդաբանությունը որպես գիտության ճյուղ է այնտեղ եւ ուսումնասիրությունները շատ են եւ քանի որ Ամերիկան ունի քաշի խնդիր, այսինքն ճարպակալումը համարվում է կանխարգելելի մահերից կարծես թե 3-րդ տեղում ու այնտեղ սրա մեջ արդեն ներդրումը բավականին շատ է պետական մակարդակով, որպեսզի ուսումնասիրություններ արվեն։ Ու ամերիկյան սննդաբանությունը խորհուրդ է տալիս շաբաթական 2 անգամ մեծահասակին 100-150 գրամ ձուկ օգտագործել, որպես շատ լավ աղբյուր ամինոթթուների, ինչպես հայտնի օմեգա 3-ն ավելի հայտնի, հա, որ ձկան մեջ պարունակվում է, մագնեզիում, կալցիում,
ցինկ, յոդ ամեն ինչ որ օրգանիզմին անհրաժեշտ է, բայց հատկապես օմեգա թթուները, օմեգան ամինաթթուները, որ ավելի դժվար են այլ աղբյուրներից յուրացվում, չնայած բուսակերների համար ուզում եմ նշել, որ կան նաև բուսական աղբյուրներ, օրինակ կտավատի սերմերը, ընդհանրապես ընդեղենը սերմերը, չիան, եւ նաև ծուն բավականին լավ աղբյուր է ամինաթթուների համար։ Մեր տարածաշրջանում էլ հիմա շատ ունենք լորի ձու, որը շատ ավելի դիետիկ ու հեշտ յուրացվող ամինաթթուների աղբյուր է։ Անի, իսկ դուք տարբերություն տեսնում եք միջերկրյականի ձկնամթերքի եւ Հայաստանի ձկնամթերքի միջև։ Արդեն 5 տարի դուք համեմատելու եզրեր կունենաք։ Կա տարբերություն, մեր իշխանը զիջում է համային առումով, սննդային արժեքով, հետո կզրուցենք Արևիկի հետ, իսկ համային առումով կամ ուտեստներ պատրաստելու Հայաստանի ձկնատեսակը ինչով է տարբերվում։ Աննա, յուրաքանչյուր չուր իր ցգան վրա այդ համը գաստե մակրությունը ճուրի ծովու հատկապես այստեղ ավազաններու մեջ աջած կամ լիջի մեջ աջած ցուգերեն շատ մեծ է դարբերությունը, շատ դարբեր է համերը, համային առումով գսեմ ինչ որ բայց ասեմ որ նաև արադությունը որ ցուգը ծովափին ապրող մարդուն համար արժեք չուներ այսինքն օրական ցկնորսը ինչ որ սացեր է գուկա շատ արագ դեղույն վրա գվաջարվի եւ չհասնիր թերևս խանութ ցուգի թարմությունը իր թեր ունի համի առումով շատ համեղ է որովհետեւ շատ թարմ է ինչպես որ հիմա այստեղ որ թեկրած են այն ցևը որ ավազաններու մեջ են ամիջապես թարմ ցուգը սեղանին գտրվի ադիգա շատ ճիշտ է որովհետեւ ինչա լա դեսագը այնքան համով գլա երբ թարմ է ցուգը այս է դարբերությունը որ մենք շաբաթը օրինակ ընտանիք չի գա որ ցուգ չուտեր հիմա չեմ խոսիր բادرազմի օրերուն այսօր շատ դժվար թրության մեջ է ժողովուրդ այնտեղ բայց այստեղ ալ շատ արագ կորտեքրեն նույն ցևերը այսինքն գարձես թե ծովափին ապրող լան հայաստանցիք այդքան որ արադ է այստեղ ալ այսօր ցուգը այդ առումով ուրախ եմ քոհեմ եւ դուք խնդիր չունեցաք սննդակարգի հետ կապված ծովամթերքի առումով Չէ, հիմա շատ արադ է Հայաստանի մեջ ամեն բան շատ արադ է այնպես որ բագաս չկա որևէ մեկ բանի անոր համար բոլոր եկողներն ալ գաբրին ուրախ եթե իրենք ինքնակոհ են ինքնափավ են մենք առանձնապես շատ ուրախ ենք եւ թելատրանքս ալայն է որ մենք իրար քաչալեր ենք այստեղ քալու համար մարդիկ չդարագուսին գիտեք արդարացնելու համար ամեն բան կարելի է ասել բայց իրականությունը այդպես չէ իրականությունը որ Հայաստանը շատ արագ քայլ կբահի աշխարհին հետ Արևիկ, իսկ ինչով է տարբերվում Հայաստանում աճեցված ձկնատեսակի սննդային արժեքը ծովերի կամ օվկիանոսների ձկնատեսակներից Իդեպ ուզում եմ նախ նշել, որ համաձայն եմ այն մտքի հետ, որ Հայաստանում բավականին սննդատեսակները առատ են ու զանազան, իսկապես մենք հիմա աշխարհից հետ չենք մնում, որակով սնունդ ունենալու այդ պոտենցիալի մեջ, ինչը նաև վերաբերում է ձկնամթերքին, որ նույնիսկ այս փակ սահմաններ ունենալու մի քիչ դժվարացած է այդ տեղափոխադրումների դեպքում մենք անընդհատ ունենք այն մթերքը, որը իսկապես մարդուն անհրաժեշտ է ու այդ առումով կարծում եմ, որ վերջին 10 տարում մեծ քայլ են կարել Հայաստանում այդ զանազան մթերքը ունենալու լավ որակի բավականին, ինչ վերաբերում է ձկնամթերքին, որքան ես եմ հետաքրքրվել, մենք Հայաստան ներմուծած ձուկը չենք ստանում ամենաբարձրակարգը, հա, ենթադրենք այնտեղ Դանիայի, Ալյասկայի, հա, մենք հիմնականում, եթե սաղմոնի մասին է խոսքը գնում, ու ստանում ենք նորվեգիական ամենաբարձր դասինը չի, բայց մեր տեղական սիգը եւ իշխանը մենք կարող ենք համարել, որ բավականին բարձր կարգի ձուկ ենք ստանում տեղական մթերք։ Վերջերս զրուցում էի Կանադայից Հայաստան տեղափոխված կանադահայ Գազարյան Նարեկ Քիմքի հիմնադիրը, որը Հայաստանում զբաղվում է իշխանի արտադրությամբ, կան ավազաններ, որտեղ աճեցվում են ու որքան ես հասկանում եմ, հիմա այդ տիղմի հոտը, որ նշեց ինքը հիմա խուսափում են դրանից ավազանների որակը փոխելով Այսինքն նախկինում դրանք հողափոր ավազաններ էին եւ տիղմեր հավաքվում ու ձկից այդ հոտը ակնհայտ զգացվում էր։ Հիմա ավազանները ավելի չկար։
Եթե դիղմ չի լինի, այսինքն ծովային ձկից դիղմի հոտ դժվար է զգաս, ավազանային ձուկը ունի այդ խնդիրը, քանի որ փոքր տարածության մեջ է ավելի աճեցում եւ արհեստական ավազաններում, բայց այս խնդիրը մենք նորից հաղթահարում ենք արդեն, այսինքն վերջին մի քանի տարում ահագին բան է փոխվել, ավազաններն ավելի մաքուր են, այդպես ավելի հատուկ կառուցված են, որ դիղմ չհավաքվի, ինչ վերաբերում է սննդային արժեքին, բնականաբար ավազանի ու ծովային ձուկը չի զիջում իրար, սննդային արժեքի խնդիր չկա այստեղ, կամ մի խնդիր, որը խոսում է ավազանային ձկի օգտին, դա ծովերի ծանր մետաղներով աղտոտված լինելու խնդիրն է, օվկիանոսի եւ ծովի, հատկապես մերկուրիեն ասում անգլերեն դրան, այսինքն այս խնդիրը մենք ավազաններում չենք ստանում, բայց հատկապես ուշադրություն պետք է դարձնել կերերին, ավազանային ձկների եւ իհարկե ախտահանման պայմաններին, ուղղակի արդեն մի քանի տարի ինչ Հայաստանում կան նաև բարձր որակի կերեր, որքան ես եմ հետաքրքրվել անգլիական արտադրության, ու մենք կարելի է ասել այս իմաստով մեծ քայլ ենք արել որակով ձկան մթերք ստանալու իմաստով։ Ինչ վերաբերում է իշխանին, սիգին տեղական, հա, ես այսօր ավելի շատ տեղական մթերքի մասին եմ խոսելու, ես ընդհանրապես շատ կողմնակից եմ տեղական սեզոնային մթերք օգտագործելու եւ առողջության տեսանկյունից, եւ ընդհանրապես մեր տնտեսությանը վերաբերվելու։ Մենք որպես սպառողներ, եթե ավելի մեր գումարով ձայն ենք տալիս մեր տեղական մթերքին, ընտրում ենք մեր տեղական մթերք, մենք խթանում ենք, որ մեր տեղական շուկան զարգանա, ու նաև պահանջելով որակ, մենք զարգացնում ենք մեր շուկայի ընդհանուր մշակույթը։ Եվ արտադրողից սկսած, այսինքն կեր, ձկանատեսակ ներմուծողից, այսինքն հիմա նաև այդ տեսակներն են ներմուծում, որոնք ավելի քիչ հիվանդություններ ունեն եւ դեղորայքային միջամտություն ավելի քիչ են պահանջում։ Գնալով, այսինքն որակը բարձրանում է, պահման պայմանները բարձրանում են, ախտահանումը ավելի բնական միջոցներով, օրինակ հիմա շատերը մարգանցովկայով, հա, այսպես կոչված մարգանցովկայով են ախտահանում լողավազանները, այլևս այդ սինթետիկ նյութերով չեն ախտահանում։ Շատ քիչ են մնացել ավազաններ Հայաստանում, որոնց ստացած ձուկը որակապես ցածր է։ Նաև Հայաստանը արտահանում է շատ բարձր որակի իշխան ու սիգ, ու նաև ձկնկիթ։ Ինչ վերաբերում է սիգին ու իշխանին որպես մթերք, դե ոնց հայտնի է դրանք սաղմոնազգիներ են, սաղմոնի ընտանիքից են եւ որակային առումով կարելի ասել չեն զիջում, բացի այն, որ քիչ ավելի յուղոտ են, քան մեզ սովոր ծովային ձկները։ Շնորհակալություն եւ վերջին խորհուրդը անի ինչ խորհուրդ կտակ տոնական սեղանին ինչպիսի ձկնամթերքով ուտեստ պատրաստեն։ Գիտեք, հիմնական գողմ եմ շատ չլալու, շատ արատ չլալու, ատիկա շատ հին նախաբաշարում է, ինչպես քիչ առաջ հիշեց Արևիկն ալ, այսինքն սեղանները պետք չէ շատ վրա լամանները։ Ինչ ալ պատրաստե տանդիկինը այնքան համով պիտի լայտ օրը, որովհետև դե դոնական մտնոլորտ է, կարևորը վերջ-վերջը ուտելիքը չէ, կարևորը։ Եվ որ ամենակարևորն է 3-4 օրվան չթողնեն ուտելիքը, այնքան շատ պատրաստեն, որ շատ ճիշտ, այդ օրվա բավարարը լա, քիչով կոհանալ, կարևորը երջանի գլալն է, կարևորը խաղաղ պայմաններում մեջ այդ սեղանը պատրաստելն է ըստիս։ Շնորհակալություն եւ շաբաթը քանի անգամ խորհուրդ կտակ մեր ռադիոլսողին եւ հեռուստա հետևորդներին օգտագործել ձկնամթերք։ Ես խորհուրդ տալուց ընդհանրապես հետևում եմ արդիական գիտական ինֆորմացիային, ինչպես ասացի, ամերիկյան գիտական սննդաբանությունը այսօրվա ժամանակակից խորհուրդ է տալիս շաբաթական մեծահասակներին 2 անգամ մինչև 200 գրամ ձուկ օգտագործել, երեխաներին մինչև 60-100 գրամի սահմաններում, իդեպ որքան որ զարմանալի չի, ամերիկյան սննդաբանությունը խորհուրդ է տալիս երեխայի սննդի մեջ ձուկը սկսել ներմուծել, այսինքն սկսել փորձել 6 ամսեկանից սկսած մեզ այո իսկ մեզ համար հեչ սովորական չի 6 ամսեկանը մեզ համար շատ փոքրիկ է, հա, երևի մեր պայմաններում 1-2 տարեկանից նոր ձկան հետ երեխան ծանոթանում է, իդեպ մեզ մոտ երեխաները շատ հաճախ ձուկ չեն էլ սիրում համային տեսանկյունից, չէ, ավելի մեծ տարիքում են ավելի վաղ տարիքում չեն ծանոթացնում ծովամթերքի։ Երևի թե դա էլ, երևի մշակույթն էլ, բայց ուզում եմ նշել, որ ձուկը մսամթերքից համարվում
ամենահեշտ մարսելին, եւ եթե ալերգիաների խնդիր չկա, նույնիսկ փոքրիկներին խորհուրդ է տրվում շատ փոքր տարիքից, ինչ վերաբերում է սեղանները լցնելու մասում, ես չէի կարողանա ավելի չհամաձայնվել, իսկապես կարծում եմ մի ճաշատեսակ կարող է լինել սեղանի թագուհին, տենց պատրաստել մեծ սիրով եւ դրա շուրջ հավաքվել ու տոնել են, որ ընտանիքով միասին ենք, ողջ առողջ ենք ու հնարավորություն ունենք հավաքվել ու վայելել իրար ներկայությունը ու եւս 1 տարի տոնել։ Շնորհակալություն, միասնականության կոչով էլ ավարտում ենք եթերը, առողջ եղեք։